Ասացիք, որ բացառիկ հնարավորություններ, նախադրյալներ կան ընդդիմադիր լայն բլոկներ, մեծ բլոկներ ձևավորելու համար, արդյոք մտածում եք այդպիսի մեծ բլոկով մասնակցելու մասին, եթե այո, որ ուժերի հետ եք տեսնում հնարավոր համագործակցություն, բանակցություններ կան թե ոչ, եւ ում եք տեսնում առաջին համար, եթե ձեր տեխնացիոնը խանգարի այդպիսի լայն կոնսոլիդացիայի։ Շնորհակալ։ Երևի մի քիչ ճիշտ չեք ինձ հասկացել, ես ասել եմ եւ համարում եմ, որ շատ բարենպաստ պայմանները խոշոր բլոկեր ձևավորելու։ Հիշեցնեմ, անցած ընտրություններին մասնակցել է, եթե չեմ սխալվում, 25 քաղաքական ուժ եւ դաշինք։ Հիմա հնարավորություն կա, օրինակ, որ մասնակցեն 8-10, ոչ ավել։ Ես տեսնում եմ, որ ընդդիմադիր դաշտը կարող է գնալ ընտրությունների 3, առավելագույնը 4 խոշոր բլոկներով։ Ինչ վերաբերում է կոնկրետ Հայաստան դաշինքին, մենք վերջնական լուծում որոշում դեռ չունենք, բայց հակված ենք գնալ նույն ֆորմատով։ Նույն ֆորմատով հակված ենք գնալ։ Անցած անգամ, եթե չեմ սխալվում, հայտարարել եմ, որ փետրվարին ենք այս որոշումը կայացնելու։ Դեռ ժամանակ դեռ ունենք, բայց եւ ավելի շատ ինչ որ ասել եմ վերաբերվում է այն կուսակցություններին, որոնք կարող են խնդիր ունենալ շեմը հաղթահարելու եւ պատկերը չունենալու համար անցած ընտրությունների փոշիացված ձայների առումով բարենպաստ պայմանները խոշոր բլոկներ միավորելու համար։ Եվ իսկապես բարենպաստ են այդ պայմանները։ Ես կցանկանայի, որ 3-ից 4 բլոկ այդպիսի մենք ունենանք։ Ունեմ այն ինֆորմացիան, որ իրար հետ բանակցում են, որոշ տեղ հաջող, որոշ տեղ ոչ, բայց իմ տպավորությունը այնպիսին է, որ պատկերը շատ ավելի բարենպաստ է լինելու ընդդիմության համար այս ընտրությունների ժամանակ։ Ոչ թե 25 միավոր, որից մոտ 20 ընդդիմադիր դաշտեր, թե 20-21-ը։ Եվ նայեք, մենք հիշեցնեմ, անցած անգամ ասել է, որ ամենից պրագմատիկ ճանապարհն ենք ընտրելու։ Հարցում ենք անելու սոցիոլոգիական հետազոտություն, փետրվարի սկիզբ, եւ այդ արդյունքներով որոշելու ենք, թե ով առաջնորդել է։ Եթե սոցիոլոգիան ցույց տա, որ ես եմ ամենից մեծ ձայներ բերողը, այսպես ասենք, ուրեմն ես եմ ունոր։ Եթե հայտնվել է մեր դաշինքում որևէ մեկը, որը կարող է ավելի մեծ, այսպես ձայներ ապահովի, ուրեմն նա է։ Ես շատ ուրախ կլինեմ, որ դա ես չլինեմ։ Ասես մի մեծ բեռից շատ մեծ բեռից կազատվեի, բայց տեսնենք ինչպես է լինելու։ Ու այս վիճակում ասենց զուտ պայքարից փախնելը կհամարեի ասենց դասարկություն։ Կոնկրետ այն ինչ վերաբերում է ինձ։ Հաշվի առնելով նաև այն ինչ ես ասացի Նարեկին։ Հսկայական փորձի առումով։